Գործազուրկների և աշխատանք փնտրողների թվի նվազում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունում։ Եթե 2021 թվականին ծառայության տվյալով Հայաստանում 86396 աշխատանք փնտրող կար, ապա տարեստարի նվազելով 2025-ին այդ թիվը հասել է 46508-ի։ Նույն կերպ անշեղորեն նվազել է նաև գործազուրկների թիվը։ 2021-ի 58153-ի փոխարեն նախորդ տարի հասել է 32974-ի։ Այս ամենը տեղի է ունենում աշխատատեղերի աճին զուգահեռ, արձանագրում է նախարար Արսեն Թորոսյանը։ Սա ոչ թե գործազրկության ամբողջ ցուցանիշն է, այլ միասնական սոցիալական ծառայության 49 գրասենյակներում հաշվառվածներին է։ Գործազուրկների և աշխատանք փնտրողների թվի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ վերջինում ներառված են նաև աշխատող նոր աշխատանք փնտրողները։ Մենք չենք հենվում մեկ տվյալի վրա, այսինքն եւ այդ իջնող թվերը գործազուրկ աշխատանք փնտրող եւ բարձրացող թվերը աշխատատեղերի եւ աշխատավարձի միջին չափի բարձրացումը եւ նաեւ դրսից եկող մարդկանց աշխատանք գտնել, այսինքն պահանջարկի ավելացումը եւ այդ ամեն ինչը որ հանրագումարով նայում ենք, տեսնում ենք, որ մենք տես կայուն ճիշտ ճանապարհի վրա ենք։ Գործազրկության տվյալներն արձանագրում է վիճակագրական կոմիտեն։ 2025 թվականը դեռ ամփոփված չէ։ Նախարարը նշում է 2024-ին 124 հազար է եղել այդ ցուցանիշը, դրան նախորդող տարիներին 131, 141, իսկ 2020-ին 187 հազար։ Այսինքն այդ թիվն էլ է, նույնիսկ այն պոտենցիալ աշխատող, որ մեր մոտ գրանցված չեն, այդ թիվը նույնպես իջնում է։ Իհարկե այս մարդկանց մի մասը նաև հմտությունների խնդիր ունի, այդ աշխատանքները եղած վերցնելու եւ անելու եւ այստեղ մենք գործ ունենք անելու վերապատրաստումների, նոր կրթության, կրթական ծրագրերի, գործատուների խրախուսել, որ իրենք վերցնեն եւ կարծես թե իրենց վերապատրաստեն, բայց այդ ճանապարհով մենք գնում ենք։ Պետությունը տարբեր ծրագրերի միջոցով փորձում է խթանել աշխատանքը պատերազմների մասնակիցների, Ղարաբաղից տեղահանվածների, ավագ սերնդի, նորավարտների, հաշմանդամություն ունեցողների համար։ Նախարարը նկատում է, սոցիալական աջակցության ծրագրերը հաճախ միտված չեն եղել մարդկանց աշխատանքով ապահովելուն։ Այլ միտված են եղել իրենց ինչ որ ձևով փոքր գումարով աջակցելուն, բայց որը նրանց թույլ չի տվել ֆորմալ աշխատանքի անցնել, նույնիսկ նրանք ովքեր անցել են չեն ուզեցել գրանցվեն որպես աշխատող եւ այդ թվերի մեջ է parza մեջ չկան, որպեսզի չկորցնեն իրենց օրինակ անապահովության նպաստը, որով մենք էլի աշխատանք ունենք անելու եւ մենք հիմա պիլոտավորում ենք այդ նոր համակարգը երկու մարզերում։ Միասնական սոցիալական ծառայությունն իր տարածքային կենտրոնների միջոցով 3 ուղղությամբ է աշխատանք իրականացնում։ Առաջինը հստակ ուղեգրումներն են, երբ աշխատանք փնտրողը կամ գործազուրկը ինչ որ աշխատանքի ընդունվելու համար այդ ուղեգրի միջոցով ներկայանում է գործատուին։ Երկրորդը կառավարության ծրագրերն են։ Երրորդ ուղղությունը աշխատանք փնտրողի հետ տարվող աշխատանքն է, ներկայացնում է ծառայության պետի տեղակալը։ Այդ թվում ուղղված նրանց բազային հմտությունների զարգացմանը, ինչպես ներկայանալ աշխատանքի, ինչպես պատշաճ ներկայանալ աշխատանքի, ինչ հմտություններ են անհրաժեշտ, ինչ թվային գրագիտության գործիքներ են անհրաժեշտ։ Իդեպ մասով պետք է նշեմ, որ մենք շուտով իրականացնելու ենք գործազուրկների շրջանում համատարած թվային գրագիտության դասընթաց։ Այս մասով արդեն գործազուրկը, որը եկել էր տարածքային կենտրոն առաջին օրը գրանցման, եւ գործազուրկը, ում հետ տարածքային կենտրոնը աշխատում է, ենթադրենք 3 ամիս, դրանք լրիվ այլ մակարդակներում գտնվող անձինք են։ Բնականաբար կարող է մեզ մոտ գրանցված թափուր հաստիկներում չտեղավորվել աշխատանքի անձը, բայց արդեն իսկ այդ պատրաստվածությունը ունենալով հանդերձ գնալ եւ որևէ այլտեղ աշխատանքի տեղավորվել։ Հատկապես շատ են սպասարկման ոլորտի աշխատատեղերը, նկատում է Լիանա Թովմասյանը։ Սկսել են գործակցել բուհերի եւ միջին մասնագիտական հաստատությունների հետ, առավել բարձր որակավորմամբ մասնագետների հետ աշխատելու համար։ Կարևոր է, որ աշխատանք չունեցող, բայց փնտրող մարդը գրանցվի ծառայության գրասենյակներում կամ օնլայն հարթակում։ Ունենք eWork.am հարթակ, կարող են այնտեղ գրանցվել, ամենահեշտ արագ տարբերակն է, կամ միասնական սոցիալական ծառայությունում մենք ունենք առանձին հրապարակած տարածքային կենտրոնների եւ հասցեների եւ կոնտակտային տվյալները։ Ամեն մեկը իր բնակության վայրին մոտ տարածքային կենտրոն կարող է այցելել, եթե ուզում է անձամբ շփվել զբաղվածության մասնագետների հետ եւ որոշակի խորհրդատվություն վերցնել եւ այլն։ Զբաղվածության խնդիրն ամենակիչը Երևանում եւ հարակից համայնքներում է։ Պետության ապակենտրոն զարգացման քաղաքականությունը եւս նպաստում է գործազրկության նվազմանը։ Սուբվենցիոն ծրագրերը, ճանապարհների, դպրոցների եւ մանկապարտեզների շինարարության ընթացքն էլ ինքնին աշխատանք են ապահովում։ Իհարկե կան դեռ ինչ որ չափով հետ մնացող, մարզային քաղաքներ կամ բնակավայրեր եւ ավելի առաջանցիկ տեմպով զարգացող կառավարության խնդիրը այն է, որ այդ համաչափ զարգացումը ապահովենք, ինչը փորձում ենք անել նաև այդ թիրախային ծրագրեր անելով, անկախ նրանից, թե այդ քաղաքը ինչքան հեռու է Երևանից օրինակ գտնվում։ Գերատեսչության նպատակն է, որ գործազրկության նվազման այս դրական դինամիկան լինի շարունակական։ Նիկոլայ Ավետիսյան, Արման Թովմասյան, Լուրեր։